Բարի լույս, սիրելիներս, եւս մեկ անգամ այսօր արդեն ապրիլի 15-ն է եւ ինչ ենք տեսնում, մարդիկ զոնտիկով արդեն անձրևոտ, եղանակը շատ վատն է, բայց մենք չենք տխրում։ Անկեղծ ասած, այնքան ասել եք արդեն անձրև ես էլ եմ սիրում, բայց դե էլ սիրելու բան չի սա։ Ինչպես միշտ երկինքը փակ է, մեր պատուհանից միայն ամպեր են երևում, թուղ մառախուղ էլ է սիրան։ Այսօր կշարունակեմ վլոգի շարունակությունը, պետք է ցույց տամ դեմքիս խնամքի շարունակությունը, աշխատանքս ինչ է։ Հիմա կամերան կշրջեմ, փիսո մի հատ բար լուսարա բոլորիս։ Ոլիմ սիրուներս դեշնարարա, թարմոթա տեսել սիրունս։ Физ, смотри сюда. Սիրունուց, սիրուն։ Ուրեմն, ինչը երևում դեմքիս, կարմրած ա մի քիչ, դեռ երեկվանից, ասեղներից հետո բավականին դեռ պետքա կորուճկա լինի։ Շատ խորը չեմ արել ասեղների, մաշկը շատ ահավոր զգայուն է, շատ երկար է լավանում, բուժում երկար է տևում։ Ես այդքան հավես չունեմ։ Չորություն եմ զգում, ոնց որ մաշկի վերին շերտը արդեն sense ձգվի։ Ահա, քնից արթնացել եմ, չեմ լվացել երեսս, զուտ նրա համար, որ ձեզ ցույց տամ արդյունքը։ Փայլում է դեմքս, ոչ մի բան քսած չէ, դեռ արդեն սկսել է աշխատել ամեն ինչը, այսպես կոչված։ Հիմա պետքա գնամ, գլուխս պետք է լվանամ, աշխատանքի պետք է գնամ, գլուխս կլվանամ, գլուխս լվանալուց հետո եւս մի շարունակական ուխոտ կանեմ, ցույց կտամ ձեզ։ Ու այդպես շարունակ կսպասենք ռեզուլտատին, հիմնական լավ արդյունքը կերևա 2-3 օրից, իսկ ավելի լավ կերևա 1 շաբաթից, յուրաքանչյուր 10 օրը մեկ կարելի է կրկնել այս պրոցեդուրան, մանավանդ ասեղով, որ անում էինք, երկրորդ պրոցեդուրան, առաջին ամիս մի անգամ կարելի է ուղղակի որպես պարտադիր պայման անել, բայց եթե 2 շաբաթը մեկ էլ անեք չի խանգարի, դա տենց տրավմատիչսկի պրոցեդուրա չի, բայց տրավմաներով պրոցեդուրաները, որ ասենք պավերտնեսնի տրավմաներ մատուցում մաշկին, ասենք ոչ խորքային, այլ մակերեսային այսպես տրավմաներ մատուցում, դրանք կարելի է 10 օրը մեկ, 7 օրը մեկ, նայած մարդու մաշկի վիճակին, գենետիկայից է կախված, ասենք վերականգնողական փուլը հիմնական 7-ից 14 օր է պրոցեդուրայից հետո։ Եթե դեմքը, ասեմ, երիտասարդ է, վերականգնողական փուլը կարճ է, կարելի է 1 շաբաթ հետո կրկնել։ Միջին տարիքի համար կրկնում ենք մինչև 10 օր հետո։ Դա լինի քիմիական պիլինգները, թե լինեն ասեղային ինչ-որ պրոցեդուրաներ, ինչ-որ ես արեցի երեք, իսկ վազռասնոյ դեմքի համար, տարիքով մաշկի համար, քանի որ տարիքով մաշկ ավելի շատ ունի պրոբլեմատիկ շերտ, այդ շերտը ավելի խորքային են անում այդ պրոցեդուրան, ասեղները, այսինքն իմ մաշկի համար ես մակերեսորեն արեցի, բայց ավելի հաստ մաշկ ունեցողի համար, երբ որ կա գիպերկերատոզ, սուպեր հաստացած է այսպես մաշկը, այդպես բացատրեմ, այդ դեպքում կատարում են ավելի խորքային պրոցեդուրան, ասեղները ավելի խորքային, այնպես որ sense դաժե արյունոտվում է մաշկը, ու որպեսզի կարողանան մինչև վերին շերտը ամբողջությամբ չորացած հին մեռուկացած շերտը ամբողջությամբ հանեն ու բացի այդ հնարավորություն լինի թթվածինը ներծծվի եւ սիվրոտկան նյութերը ինչ որ կսում ենք ներծծվի մաշկի խատյաբը մինչև մեջտեղը, չէ որ մաշկը ունի մի քանի շերտ մաշկ, վերնամաշկ եւ այդպես շարունակ մի անգամ կարծեմ շերտերը թվարկել եմ մի խոսքով որպեսզի հասնի մինչև անհրաժեշտ շերտին մի քիչ ավելի խորքային են անում, իսկ դրա համար արդեն 14 օր է ամենակիչը անհրաժեշտ, որ վերականգնվի։ Մինչև մաշկը չի վերականգնվում, երկրորդ պրոցեդուրան չենք կրկնում։ Պիլինգները ու այս կարգի պրոցեդուրաները կարող են կատարել կուրսով որպես 4-6 կամ 8 անգամ ըստ մաշկի պահանջի, ինչպես որ պահանջում է տվյալ մարդու մաշկը, եւ ահա բացատրեցի, թե ինչպիսի ինտերվալներով, երիտասարդ մաշկինը, միջին տարիքինը եւ մի քիչ հասուն ավելի մեծ տարիքինը, այսպես կոչված։ Մի խոսքով շարունակենք, հուսամ, որ արդյունքը լավ կլինի։ Ես իմ դեմքին արդեն եմ հավանում, կարմրությունը կանցնի ուշ, որովհետև իմ մաշկը շատ միևնույնն է, զգայուն է, նույնիսկ ձեռքով տրորում եմ, արդեն է կարմրում, ահա որ զգայուն մաշկ է, դա իմ մաշկի ասոբենն է, դա իմ մաշկի ձևն է այդպեսին։
Շարունակենք, գրամ գլուխս լվանամ, դեմքս լվանամ, մաշկս խնամեմ ու արդեն իրական ոնց որ տեսքը այսօր կերևա, քիչ թե շատ տարբերությունը կերևա։ Ես արդեն եմ հավանում երեկվանից տեսը, դեռ մաշկս քնից արթնացել է, ոչ մի բան չեմ քսել։ Արդեն է փայլում, արդեն է գույնը փոխվել է, ոնց որ ասած մաշկի որակը բավականին փոխվում է։ Բացի այդ ամբողջ օրը պետք չէ սենց արած նստենք, ինչը որ ես միշտ անում եմ, ու այս գծերը իհարկե տես չեմ վերացնի, բայց մի քիչ կսիրունացնեմ։ Ինձ դուր է գալիս իմ դեմքի գծերը, ում դուր չի գալիս, ինքնավորոշում թե իրեն դեմքը ինչով, ինչպես եւ ոնց կարգավորի, հա։ Ասենք ես իմ կարծիքն ունեմ այդ մոլочной կիսլոտայով սրսկված չգիտեմ ինչերի մասին, դուք ձեր կարծիքն ունեք, յուրաքանչյուր ոք ինքն է որոշում, օգտագործի այդ բոտեքսները գիալուրոնովի կիսլոտայով, չգիտեմ ինչերը, թե իրեն մաշկի սեփական գիալուրոնովի կիսլոտան վերականգնի, տարբեր մեթոդներ կան, այս ասեղային մեթոդը, որը սրսկումների միջոցով չի, բայց ինքը ստիմուլյացիա է անում մաշկին, որ մաշկը ինքը վերականգնի իր իսկ սեփական կոլագենը եւ գիալուրոնովի կիսլոտան, այսինքն իր իսկ սեփական անհրաժեշտ նյութերը, որը ինքը արտադրում է մեր մաշկի, մեր առողջության համար, երիտասարդ լինելու համար, այսինքն ռեգեներացիա ենք անում մաշկը, մեր մաշկը ունի վերականգնողական հատկություն եւ իհարկե ամեն վարքյան ինքը աճում է, վերականգնվում է, դրա համար երբ ինչքան մաշկին օգնենք ռեգեներացիա անի, այնքան լավ է, ոչ թե մաշկի տակը բաներ լցնենք, որ միմիկաները ասենց Սակրաշյատյանի, մենք էլ ասենք մեր մաշկը ձգվեց եւ մենք երիտասարդ ենք։ Դուք տեսեք այդ մաշկի տակը լցրածը 6 ամիս հետո կամ 1 տարի հետո նայած ինչ ժամկետով են սրսկելներ ծծվի, տեսեք տակը ինչ է մնալու։ Որոշեք ինքներդ, ես ոչ մի բանի չեմ հակառակվում, չեմ հակացուցում եւ չեմ փնովում, որոշեք դուք ինքներդ խելացիորեն, գիտականորեն։ Ինտերնետը լիքն է ինֆորմացիայով, կարող եք բացել եւ կարդալ։ Այսպես այսօր առայժմ այսքանը, գնամ հիմա պրոցեդուրայից հետո արդեն կմիանամ ձեզ։ Ավելի ճիշտ գլուխս լվանալուց հետո ձեզ նորից տեսա։ Ավելի ճիշտ գնացինք, ոչ թե առայժմ, որովհետև հենց գրում եմ առայժմ, կմտածեն, թե տեսանյութս վերջացել է։ Գնացի։ Սուրվա սուրճը սա է։ Մի քանի հատ էլ ցենց չամիչի հատիկներ լվացածად էին։ Գույները հետաքրքիր են, չէ՞ համադրություն։ Այսպես բոլորիս բարի լույս։ Սուրճ խում ենք այսօր։ Էլի տոնիկ եմ վերցրել լվանալուց հետո, երեսս լվանալուց հետո անպայման տոնիրովկա ենք անում, տոնիրովկա չէ, տոնիզիրովանիա ենք անում, տոնուսը բարձրացնում ակուժի, հա, եւ տոնիկի միակ նպատակը այն է, որ քսված բոլոր կարգի շիճուկներն ու կրեմները, սևռտկան շիճուկն ինչքան հասկացա, լավ խորը ներթափանցելու համար են կոժի մեջ, մաշկի մեջ։ Այո, խոսում եմ եւ ռուսերեն, եւ հայերեն, եւ դա չի քննարկվում, որովհետեւ ես ապրում եմ Ռուսաստանում, անընդհատ օգտագործում եմ ռուսաց լեզուն եւ կարող է երբեմն խոսքիս այթակումներ տան, դրա մեջ ոչ մի վատ ու սխալ բան չկա։ Եվ այստեղ չգիտեմ ինչ կանալներ չեն, հա, այստեղ սովորական իմ բլոգներն են։ Ես ինչպես կարողանում եմ, այդպես էլ վարում եմ բլոգները։ Այստեղ ինչ եմ անում, քանի որ բիլինգ ենք արել, բիլինգից հետո Վաստանավլիվայուշի նորից մասլա եմ օգտագործում առայժմ, առաջի 3 օրը հատյապը պետք է այդպես լինի, որովհետև այստեղ դեռ ավելորդ են ինչ-որ մասկաներ նոր, ինչ-որ կրեմներ եւ այլ։ Հիմա օգտագործում եմ այս մասլան, որը ունի վերքերը լավացնող հատկություն, բուժիչ հատկություն։ Ամենահետաքրքիր ֆիշկան վերջում եմ ցույց տալու, սա մի քիչ ներծծվի, հիմա շուտով կասեմ ինչ եմ անելու։ Ուրեմն մասլայի վրայից քսում եմ SPF-ը, SPF-ն ենք քսում ու նաև եւս մի քայլ կա, որից հետո, որը SPF-ից հետո պետք է անեմ, կատարեմ ու ձեզ ցույց կտամ, լավ։ Այս հիմա ասենց քսենք, ներկծծվի, կվերջանա, քանի որ հիմա ես աշխատանքի եմ գնալու, ասենք մի ժամից պետք է տնից դուրս գամ։ Այս կարմրությունը դες մի ժամից հազիվ մի քիչ կթուլանա, կդառնա վարդագույն, որովհետև նախ 3 լավ տրավմա ենք տվել մեր մաշկի, լավ տրավմիրված եմ արել ասեղների օգնությամբ, սա դեռ կմքվի, դեռ կշարունակվի, դեռ կսպիանա, կչորանա ու կթափվի։
Մասլան քսում ենք կակրած, որ շատ թեփեր, մեծ թեփի կտորներ չառաջանան մաշկի ու պոկելու կարիք չլինի, կամ էլ եթե մասլա չունեք, օգտագործում եք պանտենոլ։ Ամեն ինչ շատ լավ է, սպիտակ գույնը չմնաց, բայց ինձ պետքա, որ որպես պաշտպանիչ կսեմ նաև տոն։ Իհարկե տոնալնի կրեմ չեմ օգտագործում եւ ահա ամենակարևոր քայլը։ Այստեղ ինձ օգնության է գալիս արդեն մի հետաքրքիր կրեմ, որը ունի նորից SPF հատկություն, SPF արևապաշտպան, ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող հատկություն, ու բացի այդ ինքը ունի նաև տոն, գույն։ Ունի նաև գույն, մի վարքյան հեսա գտնեմ որներ։ Ահա, գտել եմ, այսպես անենք, SPF 30 ու էլի նույն ուլաժնյայուշի կրեմա, իհարկե պետք է թողնենք սա լավ ներծծվի նոր, հիմա բացում եմ, ուրեմն Zerapի կամպանիան է, շատ արտակարգ կոսմետիկա ունեն, շատ ուժեղ ատյոկներ նահանում, դեմքի շատ արագ, յուղոտ մաշկի, չոր մաշկի համար, ամբողջովին բնական նյութերից, բնական աղերից, բնական այսպես կոչված վոլկանիչսկի մատերիալներից, դեսիստենից, մի խոսքով այդքան բնական հանածոներից պատրաստված կրեմներ են։ Սովորական ուլաժնյայուշի կրեմա SPF միայն թե ունի տոն գույն, ինձ թվում է երևում է մաշկիս վրա քսում եմ, շատ թույլ տոնային է ինքը, շատ հետաքրքիր հոտ ունի, մի քիչ ուշոտ կկարդամ ինչ կա իրեն բաղադրության մեջ եւ ինչի հաշվին է տոնը փոխված այսպես, հա։ Ահա, հիմա ուղղակի հայելու մեջ նայելով մի հատ տոնը կկարգավորեմ։ Ուրա հայելի սերեք երեկոյան էստեղ թողել եմ։ Հա, արդեն չմոռանամ ասել, որ արդեն երեկո չէ, հաջորդ օրվա առավոտն է, շարունակական է, լույսը բացվեց, բացեմ, որ տեսնեք։ Այսպես, տեսնում եք ամբողջովին կարմիր է, որ մասը, որ շատ եմ օգտագործել այդ բանը, քսել եմ, դեմքս լրիվ կարմրած է։ Ու այսպես տոնայինը քսեցինք, պետք էր թողնել իհարկե ներծծվեր ամեն ինչը, նոր քսեինք տոնայինը։ Տոնայինը այնքանով է լավ, SPF-ը, որ ինքը ունի բնական նյութեր, չի վնասում, ծակոտիները չի փակում ամբողջությամբ եւ իհարկե մաշկս դեռ եւ պաշտոնվածքս գա իրեն եւ իհարկե որ սնուցված։ Այսպես, հիմա մի քիչ կարմիր կլինի, ինձ բացարձակ չի նեղում այս կարմրությունը, բայց մաշկիս գույնը բացարձակապես ուրիշ է լինելու, հատկապես ամենաուշը 3 օրից արդեն կսկսի արդյունք երևալ, 1 շաբաթից ավելի սիրուն տեսք կունենա մաշկս։ Այդպես, ինձ թվում է գոհացրած կլինեմ ես իմ տեսարյաթով ձեզ, գոնե ինչ-որ չափով կարողանամ լավ, բարի, անհրաժեշտ ինֆորմացիա տալ։ Իհարկե, հիմնականում նրանք, ովքեր քննադատելու են, միշտ կքննադատեն, ձեր քննադատության համար շնորհակալ եմ, ովքեր հասկանալու են կհասկանան, ովքեր իհարկե որ բարյացակամություն կցուցաբերեն, բարի մարդիկ են կունենան բարյացակամություն, բայց ես ինձանից դուրս բաներ չեմ խոսում եւ ինձ ինչ որ հպարտեսի ինչի տեղ չեմ դնում։ Ճիշտ է, հիմա այնպիսի սեզոն է, մարդիկ անընդհատ դուրս են գալիս, դաշտերում են աշխատում, Հայաստանի տեսակետից նկատի ունեմ, քաղաքի ժողովուրդը արևի տակով գնում են աշխատանքի գալիս են, հիմա իհարկե դեռ այդքան արև չկա, բայց կակրած շատ անհրաժեշտ պրոցեդուրա էր, որը կարելի է թեկուզ եւ մի անգամ, եթե չեք հասցնում կուրսով անեք, թեկուզ եւ մի անգամ գոնե անել այս պրոցեդուրան եւ մի որոշ ժամանակ ունենաք խնամված գեղեցիկ տեսք մաշկի վրա, ուղղակի ամենօրյա, ինչպես ասում են, ուխոդները անեք ամենօրյա խնամքը եւ ամենօրյա խնամքի մեջ, այն որ ասում է самый минимум должно быть, անպայման դեմքը լվանալու, տոնիզացիա անելու եւ ուլաժնյայուշի կրեմ։ Ես այս սեզոնին կրուգլի գոդ եմ ավելացնում, բայց այս սեզոնին ավելացնում եմ նաև SPF защитный կրեմը, որը պաշտպանիչ SPF արևապաշտպան կրեմ
Այդպես, որ ֆիրմայից ուզում եք օգտվեք, որտեղից ուզում եք գնեք, միայն թե գնեք մի քիչ որակով, եթե ձեզ հետաքրքրում են իմ ֆիրմայի, որոնք որ ես եմ օգտագործում, կոսմետիկաները կարող եք գրել տեսանյութի ներքևում, ինչ է ձեզ հետաքրքիր, ինչով կարող եմ ձեզ օգնել զակազների հարցում, բայց իհարկե այստեղ ռեկլամ չկա, ռեկլամներ չեմ անում, ամենայն դեպս կա նաև վաճառքի, դաստուպնի է, կարող եմ նաև ձեր համար ես վերցնել, իհարկե որ ցանկության դեպքում, բայց էլի որ ռեկլամ չեմ անում, ինձ հետաքրքիր էր իմ աշխատանքը ցուցադրել, ես իմ աշխատանքի գնահատականը ու вообще իմ համար հետաքրքիր էր իմ մաշկը մի քիչ կարգի բերել, իհարկե այս ամեն ինչը ներկծծվի եւ օրվա վերջում արդեն մաշկիս կոնկրետ տեսքը կերևա եւ իհարկե երեկոյան նորից պետք է լվանամ, այս 3-4 քայլը անեմ, SPF-ը տոնային SPF-ը կարամ երեկոյան չօգտագործեմ, բայց սովորական SPF-ը անպայման պետք է օգտագործեմ, ոչ միայն իրեն պաշտպանության համար, այլ իր պարունակության համար, SPF-ը, որը որ սպիտակեր ունի փոքր գնջերներից պաշտպանելու հատկություն, այսինքն հակայ է օգնում է նրանց հարթեցմանը եւ ունի նաեւ ցինկ, մեջը պարունակում է ցինկ, որը կարող է, ասենք, օգնել բորբոքային process-ների չզարգացմանը։ Այդպես սիրելիներս, այսօր այսքանը, հիմա շուտով կպատրաստվեմ դեպի աշխատանքի, արդեն եմ հագնվել, պատրաստվել, մնում է դուրս գամ, գնամ աշխատանքի, այսօր աշխատավայրում մի քիչ ուզում եմ արդեն այնտեղ էլ իմ կոսմետիկան խելքի բերել, տեսքի բերել, որով որ աշխատում եմ, դարակներս մաքրել, անտիսեպտիկս վերջացել էր, վերջապես գնել եմ, տանեմ մաքրեմ տարածքները, որտեղ ինչի հետ որ ես աշխատում եմ, դասավորեմ, որովհետև արդեն չիստկաների սեզոնը սկսվել, մարդիկ հաճույքով, որպեսզի հաճույքով գան, տեսնեն, սիրուն ամեն ինչը, ես էլ հաճույքով աշխատեմ, մի խոսքով ամեն դեպքում որպեսզի մաքուր լինի, այդպես։ Դա էլ մեր եղանակն է, այդպես, ու էլի շրջեմ ինձ ցույց տամ, այսքանով ավարտում եմ այսօրվա վլոգս, մազերս լվացել էի, ֆենել էի, բայց չոլկես համարյա թաց եղավ, կրեմոտ եղավ, այսպես, մի խոսքով կարևորը թարմ է, լավ է, մաքուր է, դեմքս իհարկե երևում է այս մասերը ամբողջովին, որ կարմիր է, բայց դա խնդիր չէ։ Շնորհակալ եմ, որ դիտում եք, շնորհակալ եմ, որ մեկնաբանում եք, շնորհակալ եմ բոլորիդ ձեր պատասխանի համար, անչափ գոհ եմ եւ ուրախ, որ ունեմ ձեզ ցտեսություն եւ բոլորիդ բարի խաղաղ օր սիրելիներս։ Էլ մեր եղանակը նորից ցույց տամ ու ես գնամ աշխատանքի։ Ահա մի հատ պրոցեդուրայի համար ինչքան շատ բաներ կա, հա, այստեղ դրված եւ հիմա այս ամեն ինչը պետք է հավաքել։ Вы когда-нибудь видели такое? Печь трубой отраться в той таки.